Հայտնի դարձավ, որ նախաձեռնված քրեակամարույթի շրջանակում նաև մեղադրանք է վեհապարին առաջադրվել, խափարման միջոց բացակայելու արգելք է ընտրված։ Այս ամբողջ պրոցեսների մասին, պարոն Մելիքյան, ինչ կարող եք ասել, նաև այն, որ մի քանի բարձրաստիճան հոգևորականներ են կալանքի տակ, հիմա հերթ հասավ նաև վեհապարին։ Երկու շաբաթ առաջ հենց այստեղ մի բանի մասին էինք խոսում եւ այս մեծագույն խայտառակությունը կանխատեսելի էր, ինչքան էլ կանխատեսելի լիներ, ես մի փոքր հույս էի փայփայում, որ չի գտնվի մի հայ մարդ, որը իր ստորագրությունը դնի այդ խայտառակագույն որոշման եւ հետո նաեւ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու խայտառակագույն որոշման տակ։ Ես երեք հրապարակավ արտահայտվել եմ, պատշաճ չեմ համարում հիմա այս պահին շատ մանրամասն դրա մասին խոսել, ուղղակի մեր բոլորի ամոթն է եւ մի բան, որի շատ երկար ժամանակ է իր ազդեցությունը մեր բոլորիս վրա ունենալու։ Սա վկայությունն է, որ մեր պետությունը պարզապես դադարել է հայկական լինելուց կամ դադարում է հայկական լինելուց։ Իրավական կողմի մասին հիմա չի ուզի խոսել, այդտեղ խոսելու բան էլ չկա, բացարձակ ապօրինություն է։ Պարոն Մելիքյան, ըստ ձեզ, երբ որ իշխանություն գնացավ, Մուսափար Մարմինը այս քայլի նաև ներգրավեց կաթողիկոսին, որպես մեղադրանք առաջադրվեց, արդյոք այս օղակը գնալով կսեղմի իշխանությունը։ Այս իշխանություններից, որոնք որ կրկնեմ դադարել են հայկական լինելուց, դադարում են հայկական լինելուց եւ դադարում են իրավական լինելուց, որ-օրի ավելի է հեռանում պետության եւ իրավունքի միջև այսպես հեռավորությունը, ավելի է մեծանում հեռավորությունը։ Ամեն ինչ սպասելի է, ինչ ասեմ։ Ամեն ինչ սպասելի է։ Այսքանը։